Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Ազատ Արարբլոգն է, ես Արմեն Հովհաննիսյանն եմ, սա մեր այս ամսվա մեջ երկրորդ թողարկումն է, մեծ հավանականությամբ կիրակի օրը կլինի զրույց Կարենի հետ Սարգսյան, ինչպես արդեն դուք սովոր եք, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն, որ լայքում եք, կիսվում եք տարբեր պլատֆորմներում, բաժանորդագրվում եք, դա մեծ աջակցություն է ալիքին։ Մենք արդեն պայմանավորվել ենք, որ ես իմ նախորդ ամսվա հարցազրույցները այլ հարթակներում դրանցից ինչ-որ ամփոփում կսարքեմ և ներկայացնեմ իմ ալիքում, սակայն նախորդ փորձը ցույց տվեց, իսկ դա ասեմ բավական բարդ գործ է, ժամանակատար գործ է, երբ որոշակի հմտություն պահանջող, կարծես դա այդքան մեծ հետաքրքրություն չառաջացրեց, մենք կվարվենք այլ կերպ, հաջորդ երևի թողարկման տակ կլինի հղումներ այդ հարցազրույցներին, նշված կլինի այն ժամանակահատվածները, որը ես կցանկանայի, որ արժանանար ձեր ուշադրությանը, կարծեմ, որ դրանք առավել հետաքրքիր են, իսկ դուք արդեն կընտրեք նայել դրանք, թե ոչ։ Դրա փոխարեն մենք կարող ենք այսպիսի զրույցներ անել եւ այսպես շփվել։ Կարևոր բաներ են իհարկե կատարում աշխարհում, մենք կվերադառնանք Հայաստանի իրավություններին, այդ թվում նաև Գյումրիի ընտրություններին ինչ է կատարվում։ Շատ կարևոր, ես կասեի, մարդկության համար բան է կատարվել Ամերիկայում, նախագահ Թրամփը փաստորեն հրամանագրով գրեթե ողջ աշխարհի նկատմամբ մաքսային տարիքներ է մտցրել, այդ թվում նաև Հայաստանի, այսինքն այսուհետ բոլոր ապրանքները, որոնք Հայաստանից ներմուծվում են, Հայաստանից արտահանվում են ԱՄՆ եւ այնտեղ ներմուծվում են, դրանց վրա 10%-անոց լինելու է մաքսատուրք։ Կան երկրներ, որ շատ ավելի բարձր են, ընդհանուր եթե չեմ 37%, որը առաջացրել է մեծ աղմուկ եւ պատասխան դեռ հայտարարություններ եւ արդեն նախնական քայլեր բոլոր պետությունների կողմից, որոնք համարում են դա ոչ բարեկամական քայլ եւ ճիշտ են անում, որովհետեւ դա ոչ բարեկամական քայլ է, աշխարհը վերջի 50-100 տարում գնում էր նվազեցման մաքսային այդ պրոտեկցիոնիզմի եւ Տրամփի ադմինիստրացիան փաստորեն հայտարարեց, որ ընդհանրապես մարդկության շարժումը այդ ուղղությամբ սխալ է եւ պետք է վերադառնալ այդ հին սխեմաներին, պրոտեկցիոնիզմին եւ փաստորեն դա քանի որ հաշվի առնելով Ամերիկայի ազդեցությունը աշխարհում, այդ թվում տնտեսական, ֆինանսական, ռազմաքաղաքական, փոխելու է ողջ աշխարհը։ Պատասխանել են արդեն Եվրոպական միության կողմից, առանձին երկրների, Կանադայի, շատ երկրներ ասում են, որ օրինակ Ճապոնիայում, որ Իտալիայում, որ դա թյուրիմացություն է, որ պետք է անձամբ խոսել պարոն Թրամփի հետ, հետաքրքիր է, որ բարձր մաքսատուրք է դրվել օրինակ Թայվանի վրա։ Այսինքն մոդելը Դոնալդ Թրամփի, որ բիզնեսը առաջնային է քաղաքականությունից, եւ եթե նույնիսկ Ամերիկան հայտարարել է, որ Իսրայելը եւ Թայվանը դաշնակիցներն են, փաստորեն միակ դաշնակիցներն են, դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր չունեն, կամ խզված են հարաբերությունները, կամ սառեցված են եւ այլն։ Միայն փաստորեն ասում են, որ պաշտպանելու ենք Թայվանը եւ Իսրայելը եւ դրված է մաքսատուրք Իսրայելի նաեւ եւ Թայվանի վրա։ Այսինքն փողը ավելի կարեւոր է, քան ցանկացած ամեն ինչ, ասում է միլիարդատեր Դոնալդ Թրամփը եւ իր շրջապատն էլ շատ ողջավորված է դրանից, բայց տնտեսագետները, այդ թվում նաեւ լիբերալ տնտեսության կողմնակիցները, այսինքն հանրապետական կուսակցությանը հարող կամ հանրապետական կուսակցությանը մոտ քաղաքական ուժերի նկատի ունեմ Ամերիկայից դուրս հարող տնտեսագետները ասում են, որ սա ունենալու է ծանրագույն հետևանքներ ոչ միայն այն երկրների համար,
որոնք դարձել են այս մաքսատուրքերի օբյեկտը, հա, այլ նաև Միացյալ Նահանգների համար, որ դա բերելու է տնտեսական լուրջ բարդությունների, որոշ տնտեսագետներ նույնիսկ ասում են կոլապսի, պարզապես կոլապսի է բերելու, եւ ամենայն դեպս հոռետեսները մի քանի անգամ ավելի շատ են, քան լավատեսները, նկատի ունեմ փորձագիտական շրջանները եւ բիզնես անմիջականորեն բորսաների հետ կապված, բիզնեսի հետ կապված մարդկանց։ Այսինքն սպասումները ավելի այսպես բացասական են, քան դրական։ Հաջորդ քայլը, որ շատ կարևոր է, հա, Վիսկոնսին ընտրությունները արդեն դրա մասին գրել եմ, բայց պիտի անպայման ասեմ, որպեսզի ով որ Facebook-յան այդ գրառումները կամ Telegram-ում չի տեսնում, սա շատ կարևոր նորություն է, շատ կարևոր նորություն է։ Եվ այդ իրադարձությունը կարող էր պարզապես շարքային լինել, բայց կարևորություն այդ իրադարձությանը փաստորեն տրվեց հենց Թրամփի շրջապատի կողմից։ Վիսկոնսին նահանգը, որը ԱՄՆ 50 նահանգներից մեկն է, գտնվում է ԱՄՆ հյուսիսային մասում, որը տիպիկ swing state է, որտեղ հանրապետականները եւ դեմոկրատները այսպես գիտ-գտի են, եւ վերջին ընտրություններում որոշ փոքր տարբերությամբ հաղթեց Տրամպը, դրանից առաջ որոշ փոքր տարբերությամբ հաղթել էր Բայդենը, եւ ներքին ընտրություններում էլ եւ հանրապետականները եւ դեմոկրատները այսպես լուրջ մրցակցության մեջ են, խոշոր քաղաքներում Միլոքի, Մեդիսոն, այսինքն Վիսկոնսին նահանգի համար խոշոր քաղաքներում եւ այդ տիպի դեմոկրատները կարծես թե ավելի պոպուլար են, փոքր քաղաքներում գյուղական մասում մեծ առավելություն ունեն հանրապետականները եւ սա այսպեսի մի նահանգ է եւ Գերագույն դատարանում կա թափուր տեղ Վիսկոնսինում ողջ ժողովուրդն է ընտրում Գերագույն դատարանի անդամներին 10 տարով նախորդ անդամը կին լիբերալ Իդն չի կարող ընտրվել եւ հիմա երկու նոր տեխնացուներ կային Պաշտոնապես այդ ընտրությունները ոչ կուսակցական են, կներեք, այնպեսի մեջ չհանգստացնեմ։ Պաշտոնապես այդ ընտրությունները ոչ կուսակցական են, դրա համար ես լիբերալ բառը օգտագործեցի, բայց հայտնի է, որ եթե տեխնացուն լիբերալ է, այն ավելի հակված է դեպի դեմոկրատական կուսակցությունը կամ նույնիսկ գրանցված դեմոկրատ է, եթե ավելի պահպանողական է, նույն կերպ կապված է հանրապետական կուսակցության հետ։ Եվ հանկարծակի հայտարարվեց, որ դա դարակազմիկ ընտրություններ են նահանգի Գերագույն դատարանի մեկ տեղի համար։ Ես կարծում եմ դա կապված է որոշակի Թրամփի շուրջ շրջանակների կողմից ԱՄՆ պետության զավթման ծրագրերի հետ, որովհետև Swing նահանգում որտեղ ձայները կարելի է եւ այսպես մեկնաբանել, շատ մոտ կլինեն իրար, վերջին խոսքը Գերագույն դատարանին է, Վիսկոնսինի Գերագույն դատարանը նույնիսկ կարող է որոշումներ ընդունել, որոնք նախատեսված չեն Վիսկոնսինի օրենսդրությամբ, ինքը փաստորեն պրեցեդենտների կերտելու, այսինքն օրինաստեղծ գործունեության իրավունք ունի սահմանափակ եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս իրենց պլանները եւ ինչու պետք է Վիսկոնսինում պարտադիր հաղթել շարքային ընտրությունը դարձավ համապետական նշանակության Թրամփը, Վենսը, Մասկը, հանրապետականները հայտարարեցին, որ սա կարևորագույն պայքար է, ահռելի գումարներ ծախսվեցին, $100 միլիոն կարգի այս ընտրություններում դա ռեկորդ է, որպեսզի մի դատավորի ընտրության 100 միլիոնանոց երկկողմանի իհարկե ճնշող մեծամասնությունը փողերի հանրապետականներն են ծախսել, որ Մասկը անձամբ մասնակցի եւ $25 միլիոն ծախսի, Մասկը նույնիսկ այսպես քողարկված ընտրակաշարքի հասավ կամ կիսաքողարկված մեծ չեք կարող եք նայել YouTube-ում, վրան գրված է $1 միլիոն,
ցույց է տալիս Վիսկոնսինում իբր ինչ որ նպատակների համար եւ այլն, բայց պարզ է որ դա խոսք է տալիս ծախսել կամ տալիս է որպեսի ծախսեն, որպեսի ընտրեն հանրապետականի։ Եվ բնականաբար դեմոկրատները, լիբերալները եւ նույնիսկ պահպանողականների այն մասը, որը մտահոգված է ամերիկյան ժողովրդավարության ճակատագրով, աջակցում էին Տիկին Քրոֆորդին, այսինքն լիբերալ տեխնացուին, եւ եկավ ընտրությունների օրը 55-45-ի։ 55-45-ի հաղթեց դեմոկրատը, այսինքն այդ ահռելի գումարներ, այդ $100 միլիոն մեծ մասը, $25 միլիոն, որ անձամբ վաճառել է, ծախսել է մասկը, ինքը հիմա վաճառելու այդ լուրջ խնդիրներ ունի, բոլոր իր առաջարկած ծառայությունները եւ ապրանքները անկում են ապրում, ծախսել է մասկը 25 միլիոն միայն։ Եվ այդ բոլոր միջամտությունը ներառյալ անձամբ Թրամփը եւ անձամբ Վենսը փաստորեն ապարդյուն անցան կամ ընդհակառակը ստիպեցին որպեսի ընտրողները քվեարկեն հակառակ, որտեվ 55-45-ը շատ լուրջ տարբերություն է, դա լուրջ հաղթանակ է 10% տարբերությամբ, սա 51-49 չի, սա շատ լուրջ հաղթանակ է եւ փաստորեն սա լուրջ պարտություն է անձամբ Մասկի համար, որովհետեւ ինքը պատասխանատվություն էր վերցրել դրա համար եւ Թրամփի շրջապատի համար։ Ինչու ես չեմ ասում հանրապետական կուսակցության, հիմա երկրորդ մասը։ Ուրեմն ըստ ԱՄՆ սահմանադրության, երբ որ արտակարգ իրավիճակ է եւ կա այնտեղ օրենքում գրված է invasion, այսինքն ներխուժման վտանգ, ապա նախագահը միանձնյա իրավունք ունի իցնել տարիֆներ այդ երկրների դեմ, ցանկացած միջոցներ գրեթե ցանկացած միջոցներ կիրառել այդ երկրների դեմ, որտեղ ինքը պաշտպանում է երկիրը, բայց որոշ ժամանակ հետո Սենատը որոշում է ընդունում, այսինքն ԱՄՆ կոնգրեսը ավելի շուտ որոշում է ընդունում, թե արդյոք պետք է շարունակել դա, թե չկան արդեն արտակարգ իրավիճակի այսպես պատճառներ եւ պետք է այդ հարցերը անպայման համաձայնեցվեն Սենատի հետ։ Որոշ դեպքերում նաեւ կոնգրեսի հետ ամբողջությամբ, այսինքն եւ ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետ։ Կա Գերագույն դատարանի առնվազն 2 որոշում, այդ թվում մեկը COVID-ի հետ է կապված ընդունվել, որ բացարձակ լիազորություններ ԱՄՆ գործադիր իշխանությունը չի ստանում երբեք, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակներում, որ դա ամերիկյան սահմանադրության էությունից եւ տարից չի մուխ։ Եվ ԱՄՆ Սենատը, որտեղ հիշեցնեմ 100-ից 54-ը հանրապետականներ են, եթե ձայները նույնիսկ հավասարվում են 50-50, քվեարկում է Սենատի պաշտոնական ղեկավար Ջեյ Դի Վենսը, այսինքն փոխնախագահ, եւ անցնում է գործադիր իշխանության կարծիքը։ Դա դեմոկրատները կիրառում էին եւ հարիսի ձայնով որոշումներ ընդունվել են, որովհետեւ մոտ էին իրար մի բան հավասար էին ձայները։ Եվ 51 ձայնով ԱՄՆ Սենատը մերժեց Թրամփին արտակարգ լիազորությունները երկրացնելու կապված Կանադայի հետ։ Հիմա կարող եք ասել, ինչ Կանադան, ինչ հարձակվել էր Ամերիկայի վրա, ուրեմն Թրամփի շուրջ կա բավական, այսպես ասեմ, հմուտ, գիտակ եւ բարոյապես եւ սկզբունքների առումով շատ թերի իրավաբանների մի խումբ, որոնք իրեն փաստորեն փորձում են տանել սահմանային ճանապարհով, երբ որ կասկածել է հիմա խախտում է օրենքը, թե չի խախտում։ Ակնհայտ նայում ես, կարծես թե խախտում է, բայց
Այսինքն օգտվել օրենսդրության տարբեր բաց տեղերով կամ երկիմաստություններով եւ տանել այդ սահմանային գծով եւ իրենք իմաստը այն էր որ Կանադայից այնքան քանի որ Կանադայից շատ փախստականներ են գալիս իսկ դա դրա մասին խոսում ենք 4 թե 5%-ն է իլեգալ փախստականների Կանադայից մտնում որտեղ Կանադա մտնելը դժվար է իրականում ավելի քան ասենք Մեքսիկա եւ թմրադեղերի 1%-ը բայց հայտարարել, որ դա մեծ վտանգ է, որ դա ներխուժում է, որտեղ իլեգալ էմիգրանտը դա զինված թշնամուն հավասար վտանգ է եւ այդպեսի որոշումներ ընդունել։ ԱՄՆ կոնգրեսը, սենատը ասաց, որ ոչ Կանադայի հանդեպ պետք է վարվել ըստ օրենսդրության։ Չկա արտակարգ իրավիճակ Կանադայի հետ։ Սա իհարկե մեծ հարված է, որտեղ հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունենալով, փաստորեն 4-ը սենատոր, բոլոր դեմոկրատները եւ 4-ը ԱՄՆ սենատոր հանրապետական քվեարկեցին այդ որոշման օգտին։ Այսինքն Տրամպի ադմինիստրացիայի դեմ։ Այդ է պատճառը, որ այդ մաքսան турքերի ցուցակում չկա Կանադան, ոչ թե որ ինքը փոշմանել է եւ այլն։ Իրեն զրկել են այդ իրավունքից։ Իրեն զրկել են այդ իրավունքից։ Եվ հիմա իր այդ բաները իրավաբանները ձևեր են մտածում, ինչպես դա կարելի է շրջանցել։ Ինչը ընդհանրապես այդ մտածելակերպը շատ նման է եւ շատ նորոշ է իշխանության զավթման ձգտող համավորումների։ Ժողովրդավարությունը հիբրիդ պետության, եւ մենք խոսել ենք թե ինչ է հիբրիդ պետությունը վերածելու կողմնակիցների։ Ովին է 4 հոգին։ Մեկը Միչկոնելն է, այնտեղ ամեն ինչ պարզ է, ինքը միշտ դեմ է քվեարկում Տրամպին, անձնական ատելություն կա։ Տրամպը իրեն է հրապարակայնորեն ատում ինքը Տրամպին, նույնիսկ իր մեմուարներում էջեր ունի ամբողջ նվիրված Տրամպին, որտեղ ինչ ասես չի ասում Տրամպի մասին, ինքը արդեն ծեր մարդ է, 26 թվականին բոլոր դեպքերում արդեն հայտարարել է, որ չի դնել տեխնացությունը, որովհետև չսկոմ 80 անց է, վերջ դա իր կարիերան, ինքը կորցնելու ոչինչ չունի, իրեն չեն կարող Մագան եւ Դոնալդ Տրամփ ջունիոր, այսինքն կրտսերը վախեցնել, որ իրենք բոլորին վախեցնում են Մասկի հետ միացած Մագան եւ Մասկը, որոնք իրար հետ կանել չունեն, միասին որ կտապալեն ցանկացած հանրապետական կոնգրեսմենի կամ սենատորի, որը կգնա Տրամփի գծի դեմ։ Եվ բայց արդեն 4 հոգի 54-ից դա մեծ թիվ է, չեմ վախենում։ Դա նմանատիպ սցենարից այս արդեն կան 4 հոգին, երկուսը կանայք են, մեկը Ալյասկայից, մեկը եթե չեմ սխալվում Մեյնից, իրենք այսպես կոչված չափավոր հանրապետականներ են, մեկ-մեկ այդտեղ անվանում են mainstream Republicans, այսինքն ավելի շատ ցածր հարկեր, բիզնեսի համար հնարավորություններ, միջին խավի աջակցություն, կարգ ու կանոն, ավանդական ընտանիք, այսպեսի արժեքներ կրող մարդիկ են, շատ համար շատ նորմալ դրական արժեքներ են, հա, բայց ոչ այսպես մագա եւ ոչ այդ տեխնոֆաշիստական ուղղության եւ իրենք դեմ են քվեարկել եւ մեկը շատ հետաքրքիր կերպար է Ռենդ Պոլն է, որը դա արդեն քաղաքական դինաստիա է, Ռոն Պոլի որդին է, դա ամերիկյան հայրը Ռոն Պոլը, դա ամերիկյան աջ լիբերտարականության, այսպես ինչպես ասում են իկոնա, հա, այսպես կարևորագույն դեմքերից մեկն է, մեր արդեն չկա, եթե չեմ սխալվում, Պոլա հավաքը, եւ ինչ բան է լիբերտարականությունը, նվազագույն պետություն, մինիմալ միջամտություն այն հարցերում, որոնք ուղղակիորեն պետության, ֆեդերալ պետության գործառույթներից չեն բխում, լիբերտարների
սկզբունքը այսպեսին է ամերիկյան լիբերտարների, որ ֆեդերալ կառավարությունը չպետք է զբաղվի որևէ հարցով, որով կարող են զբաղվել նահանգները։ Նահանգային կառավարությունը չպետք է զբաղվի որևէ հարցով, որը կարող է լուծվել համայնքներում։ Համայնքները չպետք է զբաղվեն որևէ հարցում, որը կարող է մարդը ինքը իր համար լուծել։ Այսինքն բոլոր օղակները պետական պետք է նվազեցնեն իրենց գործառույթները մինչև հնարավոր նվազագույնի։ Դա էժան է ըստ իրենց, էֆեկտիվ պետություն է, մարդիկ հասարակությունը ուժեղ է, այդ թվում իրենք բնականաբար զենքի ազատության կողմնակից են, ինքնապաշտպանության, ինքնակազմակերպվելու եւ այլն եւ այլն։ Բայց լիբերտարների, աչ լիբերտարների կոնֆլիկտը տրիցիոն պահպանողականների եւ նեոկոնների հետ դա ակտիվ արտաքին քաղաքականություն վարելն է, իրենք հակված են իզոլյուցիոնիզմի, օրինակ Ռենդ Պոլի հայրը շատ մեծ քննադատն էր Իրաքի պատերազմի, բոլոր պատերազմների, Աֆղանստան զորքուղարկելու եւ այլն, գտնելով որ դա ընդամենը ծախս է մատնած փողերի։ Ամերիկայում կա լիբերտար կուսակցություն առանձին, բայց դա այդքան էլ էֆեկտիվ չէ Ամերիկայում, քանի որ երկկուսակցական համակարգ է եւ որոշակի քանակությամբ դա կարելի ասել ֆրակցիա է հանրապետական կուսակցության ներսում։ Եվ Ռենդ Պոլը ցույց տվավ, որ ինքը սկզբունքի գաղափարի մարդ է, ելույթ ունեցավ, բավական հետաքրքիր, ապա պատմական, այսպես բացատրություն տվեց եւ իրավաբանական եւ աշխարհայացքային, թե ինչու որ մաքսը դա հարկի մի ձև է, եթե այս բաժակը Հայաստան մտնելուց ասենք վճարվում է 1000 դրամ, 500 դրամ մաքսատուրք ներմուծողը, ապա այդ 500 դրամը ինքը չի վճարում, ես եմ վճարում, որովհետեւ ես որ առնում եմ, այստեղ այդ 500 դրամը արդեն կա, ինքը վնասով չի բերելու, պետք է իր շահույթը ստանա, գումարած պետք է կոմպենսացնի իր 500 դրամը, որը ինքը վճարել է այս բաժակը ներմուծելու ժամանակ։ Եվ մաքսատուրքը եւ այստեղ բացարձակապես ես համաձայն եմ այդ տեսակետին, դա քո երկրի քաղաքացիին հարկելու ձև է։ Այո, դու կարող ես այլ նպատակներ ունենալ, օրինակ պաշտպանել արտադրողին։ Փաստորեն այստեղ արտադրողի շահերը ավելի կարևոր են գնահատվում, քան սպառողինը քո երկրի։ Կարող է այդպեսի բան լինել։ Ես չեմ բացառում, որ դա ունի տեղ ունի տրամաբանություն։ Կարող է ունենալ քաղաքական պատճառաբանություն, որ այս երկիրը վատն է, պետք է այնպես անել, որ տնտեսական կախում չունենանք այս երկրից, օրինակի համար։ Կարող է ունենալ պատասխան, որպես հիմա մենք տեսնում ենք ինչ է անում Եվրոպան, Կանադան։ Այ դու մեր հետ այդպես, դու մաքս ես մտցնում, ես էլ քո վրա մաքս կմտցնեմ։ Բայց վճարողը կրկնում եմ, վերջնական սպառողն է, ով որ խանութում առավետ ապրանքը, նա էլ վճարում է այդ մաքսը։ Շփեթը հարկ է, որտեղ այդ մաքսատունքը ուղղակի գնում է պետությանը։ Ոչ վաճառողին, ոչ ներմուծողին, ոչ էլ առավելևս արտադրողին։ Այդ գումարը գնում է պետությանը, դա հարկ է։ Եվ ինքը բացատրեց իր տեսակետը եւ որպես սկզբունքային մարդ ասաց, որ ես այո, այսպես եմ քվեարկել։ Եվ ստացանք ինչ ստացանք։ Սա առաջի խոշոր պարտությունն է, իսկապես իրավաբանորեն ձևակերպված պարտությունն է, որ կրել է Թրամփի ադմինիստրացիան հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ կոնգրեսում։ Վիսկոնսին սենատի քվեարկություն եւ իհարկե Ֆլորիդայի ընտրություն։ Ֆլորիդայում երկու թափուկ տեղ կան, կարծես թե այդ կոնգրեսմեններին գործադիր իշխանություն են տարել եւ այնտեղ ընտրություններ են հայտարարվել, ով որ ընտրվի, պետք է ասոտ կարճ ժամկետ է ստացվում, մի քանի ամիս, 26 թիվը էլի մինչև լինեն ներկայացուցիչների պալատի անդամ։ Ֆլորիդան այսօր բավական ընդգծված հանրապետական, այսպես կոչված red state է, հանրապետական է, այնտեղ այդ երկու ընտրատարածքներում միշտ ջրջախիչ ոչ թե 51 կարա, նույնիսկ ոչ 55-45, այլ ասենք 60 քանիս եւ 30 քանիս սպերությամբ հաղթում են հանրապետականները, բայց շատ լարված էին
Տրամպի ադմինիստրացիա եւ հանրապետական կուսակցության պոլիտտեխնոլոգները եւ այլն, որովհետեւ հարցումները ասում են, որ ինչ որ բաներ է փոխվում։ Երկուսն էլ հանրապետականները հաղթեցին, բայց շատ մտահոգիչ հանրապետական կուսակցության եւ Տրամպի ադմինիստրացիայի համար արդյունքներով, կորցնելով իրենց ձայների զգալի մասը։ Այ հիմա դարձել է նորմալ 53-ը, ասենք 47-ի տարբերությամբ, ոչ թե 60 քանիսը, 30 քանիսի։ Իսկ դա եթե տենդենսը շարունակվի, 26 թվականին բան չմնաց, նույն երկու ընտրատարածքում եւ այլ ընտրատարածքներում պետք է լինեն ընտրություններ։ Այսինքն էլեկտորալ առումով Տրամպը, հա, նահանգներից մեկում էլի ընտրություններ էին, էլի ինչ որ անձի հետ կապված մեկտեղի հաղթեց դեմոկրատ եւ ամբողջ պալատը անցավ դեմոկրատներին։ Այսինքն էլեկտորալ առումով շատ վատ է Տրամպի ադմինիստրացիայի վիճակը եւ գումարած դրան ձևավորվում է հակա-տրամպական փաստորեն փոքրամասնությունը արդեն սկսում է գլուխ բարձրացնել։ Ես կարծում եմ դրանք մարդիկ են, որոնք այնքան պոպուլյար են իրենց ընտրատարածքներում, որ չեն վախենում, որ Մասկը իր փողերով եւ Մագան իր գրոհայիններով կկարողանա ազդել հանրապետական ընտրողների վրա։ Առավել եւս, որ բանն են հայտնի Մաուգլի սովետական ռուսերեն մուլտֆիլմի նման Ակելը պրամախնուլսը, Ակելան վրիպեց, Մասկը չկարողացավ Վիսկոնսինում ընդամենը մի դատավոր անցկացնել, դա բնականաբար ոգևորում է բոլոր այդ վախվորած անկյուն մտած քաղաքական գործիչներին, որ հա ուրեմն բացարձակ չեն իրենց հնարավորությունները, հակառակ կողմի հնարավորությունները եւ այստեղ կարելի է որոշակի խաղեր։ Սա ինչ կատարվում է ԱՄՆ ներսում, դրսում տեսել եք այդ տարիֆները, Եվրոպայի պատասխանը դեռ ոչ մի տեղ պատվողական պատասխան չի եղել։ Նույնիսկ Մերլոնին, Ճապոնիայի վարչապետը եւ այլն, որոնք խոսում են, որ պետք է լեզու գտնել Իսրայելի, որտեղ Իսրայելն էլ է դժոխք։ Իսրայելը որպեսի խուսափի այս զարգացումներից, որոնց մասին իրենց ես կարծում եմ բնականաբար տեղյակ էին պահել, իրենք զրոյացրին մաքսը ամերիկյան ապրանքների համար։ Այսինքն ամերիկյան ապրանքները կարող են Իսրայելը մտնել ընդհանրապես առանց բան, բայց չօգնեց։ Թայվանը ունիկալ է, Միացյալ Նահանգները հայտարարում են, որ Թայվանը երբեք չեն տա Չինաստանին, որ կռվելու են եւ այլն, եւ 30 քանի տոկոս։ Այսինքն եթե երկիրը տնտեսապես թուլանա, ինչպես պետք է ինքն իրեն պաշտպանի, դուք էլ գնաք օգնեք։ Սա աբսուրդ ինչ որ մտածելակերպ է, բայց Տրամպի ադմինիստրացիան գտնում է, որ այստեղ կա ինչ-որ նպատակ։ Վատ նորություն իհարկե մեր հայրենակիցների համար, որոնք սիրում են ինչ-որ քանակությամբ հայկական ապրանքներ գնել, զուտ այդ համը հոտը, չգիտեմ, զգալու համար հայրենիքի, հանքային ջուր, չգիտեմ, չրեղեն, չգիտեմ, ասում են բավական շատ ապրանքատեսակ կա, կներեք, եթե գյուղին չգիտեմ, ես նույնիսկ չեմ եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գիտեմ պատմություններից, իմ ընկերներից, բարեկամներից, այդ ապրանքները առնվազն 10% թանկանալու են, որովհետև դուք եք վճարել դրա։ Այդ ջերմուկի շիշը կամ կոնյակը կամ չրեղենը կամ չգիտեմ ինչը, հա։ Դուք դրա համար վճարելու եք 10% ավել, որովհետև այսուհետ աքսատուրք է ստել Միացյալ Նահանգները նաև հայկական ապրանքների համար։ Եվ ամենամեծ սկանդալը, որ այդ ցուցակում չկա, Ռուսաստանը։ Ռուսաստանը այդ ցուցակում չկա, եւ իբր Տրամպի ադմինիստրացիան ասել է, որ այնքան քիչ է առևտուրը, որ չարժեր։ Ուրեմն Ռուսաստանի առևտուրը ԱՄՆ-ի հետ մի քանի անգամ բնականաբար ավելի մեծ է ծավալով, քան Հայաստանի Հանրապետության ԱՄՆ առևտուրը։ Ուրեմն մեր դրական սալդոն ԱՄՆ-ի հետ տարեկան մոտ 40 միլիոն դոլար է։ Դա Տրամպի ընտանիքների կլանի, ես նկատի ունեմ դստեր, որդիներ, փեսեք, թոռներ եւ այլն, չգիտեմ, երևի գրպանային ծախսի փողն է մեկ տարվա ընթացքում այդ 40 միլիոն դոլարը,
գուցե շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը, բայց իրենք գտնում են, որ դա անարդար է եւ որոշել են Հայաստանից ստանալ այդ 40 միլիոն դոլար։ Սա այսպեսի մի բան է, ինչ որ մտածելակերպ է, որը այսօր հաղթել է Միացյալ Նահանգներում, այդ թվում հայկական համայնքի մի զգալի մասի ջերմեռանդ աջակցությամբ եւ ողջավորությամբ։ Իհարկե, այս ամենի մասին մենք խոսում ենք, բայց Գյումրիի մասին չեմ կարող խոսել, առանձին խոսել ենք, իմ տեսակետը ասել եմ, ես հիմա գնահատականներ չեմ տալու, հիմա ասել եմ ինչ է կատարվում։ Արդեն պարզ է, որ 3 ոչ թե քաղաքական ուժ, 5 քաղաքական ուժ են անցել։ 3 Հայաստանում ձևավորված քաղաքական կլանների ներկայացուցիչներ են գտնվում ավականին։ Անուններով, հա, Նիկոլական, պարզ է դա միայն ԿՊ-ն է, ուրիշ ոչ մեկ չկարողացավ անցնել։ Քոչարյանական, դա Վարդան Ղուկասյանն է եւ Մայր Հայաստանն է։ Եվ Սերժական, դա Մարտուն Գրիգորյանն է եւ Ռուբեն Մխիթարյանը։ Եվ Գյումրիում Սերժ Սարգսյանի կողմնակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հարաբերությունները միշտ էլ բավական վատ են եղել։ Իսկ հիմա, երբ որ ընդհանրապես Հայաստանի մասշտաբով դրանք արդեն թշնամանքի խոսքի, իրար մեղադրելու, ինչ որ վիրավորելու, ասում են սպառնալու, ամենայն դեպս ես լսել եմ կողմերից մեկի ներկայացուցի հարցազրույցը, որ ասում է, որ իրեն եւ իրեն ընտանիքին սպառնում են այն կողմի կողմնակիցները, անունը չեմ տա, կարևոր չէ ում սպառնում, բայց նույնիսկ դրան է արդեն հասնում, Գյումրիում դա առավել եւս ծրված։ Դա է խնդիրը, ինչու շատ արագ չձևավորվեց հակաքպեական կոալիցիա, որովհետև այդ երկու ուղղությունները չեն գտնում իրենց մեջ հնարավորություն Գյումրիում համագործակցելու։ Երկրորդը, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի համար, որը բավական էնտուզիաստ մանիպուլյատոր է, սիրում է այդ գործը շատ, սա մանիպուլյացիայի հնարավորություն է, որովհետև Մարտուն Գրիգորյանը դառնում է game maker-ը, դառնում է խաղի փաստորեն գլխավոր հերոսը, որովհետև միանում է ԿՊ-ին, հարցերը լուծվում են։ Միանում է Վարդան Ղուկասյանին, այն 3 արդեն հայտարարել է, որ միանում է, նույնիսկ Ռուբեն Մխիթարյանը, այսինքն կողմը քվեարկելու չի միանում։ Հարցերը լուծվում են։ Իմիջիայլոց եթե նույնիսկ Ռուբեն Մխիթարյանը դեմ չքվեարկի, այդ Մարտուն Գրիգորյանի ֆրակցիան լիովին բավարար է։ Կորնում են սիտուացիայի տերերը։ Եվ այստեղ Երևանից կոչեր են գնում չդավաճանել գյումրեցիներին եւ դեմ գնալ ԿՊ-ին, քայլիստերին, Նիկոլին եւ բանը ոչ մի դեպքում չտալ ձայնը այդ մարդասպան, հանցագործ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ խոսակցությունները Երևան փորձում է ազդել։ Այնպես չի որ միայն հրապարակային կոչեր։ Ես համոզված եմ, որ սերտորեն աշխատանք է տարվում Մարտուն Գրիգորյանի հետ երկու կողմից էլ, ինչպես նաեւ համոզված եմ, որ այդ կլանի լիդերները, Քոչարյա, Սերժ Սարգսյան, Փաշինյան հիմա գտնվում են շատ լարված բանակցությունների մեջ։ Ես չգիտեմ սա ինչով կվերջանա, հնարավոր է նոր ընտրություններով, հնարավոր է։ Բայց մոռանանք այդ ուժերը իրենց էլեկտորալ մրցակցային ժողովրդավարության տեսակետից քննենք, թե որն է գյումրեցու ընտրողի կարծիքը եւ շահը։ Դեռպես ես կողմ եմ ժողովրդավարության բավական կոնսերվատիվ ընկալմանը,
որը շատ լավ ներկայացրել է իր եւ գրքերում, հոդվածներում, նաև հարցազրույցներում կա այդպիսի կար մի անձնավորություն Կարլ Պոպպեր, որը հակակոմունիզմի գլխավոր այն ժամանակ դա շատ ակտուալ էր գաղափարախոսներից մեկն էր եւ այսպես ասենք լիբերալ կոնսերվատիվ ազատ պետության ջատագովներից մեկը։ Եվ Կարլ Պոպպերին մեկ անգամ հարցնում են, որ արդյոք դուք համաձայն եք այն կարծիքներին, որ համամասնական ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են, քան այն ընտրությունները, որ կան Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, այսինքն մեծամասնական, հա, ամեն օկրուգում, որ առաջի տեղ է բռնմասնում է եւ այլն։ Եվ պատասխանը շատ հետաքրքիր է Պոպերի եւ ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը։ Որ ժողովրդավարություն, ես փորձեմ իմ բառերով բացատրել, ոչ թե ինչ որ ասել է Պոպերը, որպեսզի ավելի հասկանալի լիներ։ Ժողովրդավարությունը դա սուպերմարկետ չի։ Այն ամենա, չգիտեմ, արևմտյան զարգացած երկրի մայրաքաղաքային նրա ամենահայտնի սուպերմարկետը չի, որ ես մտնեմ այնտեղ 1728 տեսական երշիկ լինի եւ ես գնամ եւ ընտրեմ հատուկ ուրեմն գարան եւ տավարի, մսի, խառնուրդի, չգիտեմ, ինչ որ այսինչ հնդկական սպեցիաներով, այսինչ գույնի, այսինչ ձևի եւ այլն առնեմ, դնեմ թևիս տակ գնամ տուն։ Որևէ համակարգ դա չի կարող ապահովել։ Չի կարող լիովին բավարարել բոլոր ընտրողներին, բայց այն գործում է, որովհետև ժողովրդավարությունը դա հնարավորություն է, որ եթե կառավարությունը կամ կոնկրետ падգամավորը քեզ չի բավարարում, դու գնում եւ դեմ ես քվեարկում, եւ եթե դուք ավելի շատ եք, այդ մարդը փոխվում է։ Այսինքն ժողովրդավարությունը առաջին հերթին նրա մասին է, ոչ թե նրա մասին է, թե ով է քեզ կառավարելու, այլ ժողովրդավարությունը առաջին հերթին նրա մասին է, թե ով քեզ չպետք է կառավարի։ Չես ուզում, չես ուզում։ Կարևոր չի ինչի չես։ Հոգնել ես, համաձայն չես, դժգոհ ես, դեմքի արտահայտությունը դուրս չի գալիս, չաղ է, նիհար է, ակնոց է կրում, չի կրում, գլխին պոզ է աճում, չի աճում, դա ընտրողն է որոշ։ Եվ դա հնարավորություն է տալիս փաստորեն վերնախավի քաղաքական, տնտեսական եւ այլն խմբերին մրցակցել այդ ընտրողի ինքի կարծիքի համար, ոչ թե զորբայությամբ, ստիպելով, վախեցնելով, այլ խնդրելով, բացատրելով, խոստումներ տալով, ինչ որ խոստումներ իրականացնելով եւ նախորդ, քանի որ դա շարունակական process է, նաեւ հղկվում է, որ շատ խափել չես կարող։ Բոլոր քաղաքական ուժերն էլ խափում են, որտեղ եթե շատ ես խափում, ժամանակի ընթացքում արդեն դու չես կարող այդ նույն մարդուն երկու անգամ մեծ մասին համոզել, որտեղ իրեն գիտեն, որ դու վստահության արժանի չես կամ քո քաղաքական ուժը կամ ձեր գաղափարները գեղեցիկ են թվում, բայց երբ որ սկսում եք իրականացնել, ճապից են խոսում։ Հետ լավ բաներ չի ստացվում։ Եվ սա տալիս է այն էֆեկտը, որը բացահայտ կերպով գործում է արևմտյան երկրներում։ Իրենց բոլոր թերություններով համերձ, որ ավելի լավ կառավարման ձև մարդկությունը դեռ չի հնարել։ Դա չի շարք որ չի հնարելու։ Չկա հիմա։ Երբ ուշևս դասախոսությունը կներեք կարդում։ Ակնհայտ է, որ ճնշող մեծամասնությունը գյումրեցիների ԿՊ-ին չի ուզում տեսնի ղեկավար, չի ուզում, չի վստահում, չի սիրում, չի հավանում, կարևոր չի ուզում եւ վերջ։ Եվ ցանկացած փորձ, այդ թվում նաեւ իրենց դեմոկրատ հռչակող եւ այլն իբր թե հանուն ժողովրդավարության, կոտրելով գյումրեցիների ողնաշարը, կոտրելով գյումրեցիների ողնաշարը, իրենց կամքի վրա թքելով
ՔՊ-ին պահել իշխանության, դա ոչ միայն ժողովրդավարություն չի, դա շատ վտանգավոր է, որովհետև սկսում է ուրիշ process-ներ քաղաքականության մեջ եւ սոցիալական երևույթներ, ինչպեսին կոմունիկացիոն կապի խզումն է, ինչպեսին օտարումն է, որ գյումրեցին չի ուզում իրեն համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այս պետության մաս, որտեղ իր կարծիքի վրա թքած ունեն։ Իսկ դա լավ է, թե միայն այսօրով ենք ապրել։ Այ հիմա, այ իմ սիրած Նիկոլը կամ իմ սիրած Վարդանիկը կամ անցնի կարևոր չի վաղը չկրի։ Ինչ որ մեկը պիտի այս երկրի համար եւ դրա առանձին մասերի պատասխանատվություն կրի, թե չէ։ Միացնենք երկրորդ հնարավոր տեխնացուին Վարդան Ղուկասյան։ Էլեկտորալ առումով նայելով թե ինչքան է ստացել բանը ԿՊ-ն, Սարիկը, ինչքան է ստացել Մարտունը, ինչքան է ստացել, ես կներեք, ոչ թե ես չեմ հարգում դրա համար անուններով եմ ասում, բայց այսպես ավելի արագ եւ հեշտ։ Ոնց որ բոլորին ոչ մեկին էլ անձամբ չեմ ճանաչում։ Հա, ոնց որ բոլորին ոչ մեկի հետ անձամբ չեմ շփվում։ Պարոն Գրիգորյանի հետ կարող է տարիներ առաջ ինչ որ ընդհանուր աուդիտորիայում կարող է տեսել եմ այսպես մոտիկից, մնացածին ոչ։ Ուրեմն ակնհայտ է, որ Վարդանիկին էլ բնակչության մեծամասնություն, հա, ուզողները շատ են, 28% ձայն է հավաքել Վարդան։ Հավաքել է։ Ոնց է հավաքել է, դա էլ պատմություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է պարտակ, որ անել ամեն բան, որպեսզի մրցակցային ազատ ընտրություններ անցնեն առանց որևէ խախտումների։ Դա պետության պատասխանատվություն է։ Ինչպես պետության պատասխանատվությունն է կարգ ու կանոնը փոխել։ Հազար մի բան կա։ Դա պետության պատասխանատու։ Դրա համար մենք հարկեր ենք վճարում։ Դրա համար մենք իրենց տվել ենք որոշակի իրավունքներ եւ հնարավորություններ, որոնք մեզնից կտրել տվել ենք իրանց։ Բայց մարդը ունի մեծ աջակցություն, բայց ակնհայտ է, որ ցանցակ մեծամասնություն է։ Ես չեմ կարող ասել ԿՊ-ի դեպքում դա 65%-ն է, կարելի ասել տարապես 60 գնայք կասեմ ոնց են 30 63-65%, որ չի ուզում ԿՊ։ Բայց ակնհայտ է նաև, որ 50%-ից ավել, չգիտեմ, այս սոցիոլոգիան չեմ ուսումնասիրել կոնկրետ իր բավ, չեմ համարել կարևոր։ Չի ուզում նաև իրեն։ Չի ուզում։ Այսինքն, եթե մանիպուլյացիաների արդյունքում Սարիկը լինի քաղաքապետ, խնդիր է, Վարդան Ղուկասյանը լինի քաղաքապետ, խնդիր է։ Նույն արդյունքները էլի օտարում, դժգոհություն եւ այլն եւ այլն եւ այլն, հիասթափություն, կոմունիկացիոն կապի խախտում։ Այս շատ բացական երևույթներ։ Հիմա սա ամենը ինչի շակ որ պիտի Մարտունը լինի կամ դա լինի, ինձ այդ այսպես կոչված նախկինները բան չէ։ Այդտեղ երանգային տարբերություններ են իմ համար, ամեն ինչ նույնն է։ Բայց այստեղ իմ կարծիքը որևէ նշանակություն չունի, ձեր կարծիքը որևէ նշանակություն չունի։ Ուրեմն կողմնոր ընտրություններ են, արդեն շատ բախում էին, ամերիկյան տարբերակով հանրապետական դեմոկրատներ։ Երկու տեխնացու բաժանվում են ուժերը եւ արդեն բարձ կլինի հաղթելու է նա, ում բացասական ռեյտինգը ավելի քիչ է։ Չի բացառում, որ հաղթի Վարդանը։ Բայց կարևոր չի։ Այդ երկուսը գտնվում են փաստորեն կամ Փաշինյանի սիրած տարբերակը կամ նախկիններ կամ մենք կամ դժոխք կամ դրախ, չէ՞, կամ ապոկալիպսիս կամ հույս եւ այդ իրենց սիրած թեմաներն է, դրանից դուրս իրենք բացարձակապես ապաշնորեն եւ անկարող են որևէ բան անել, առաջարկել։ Իրենց առաջարկը հիպալերգեն թուրքիների եւ ադրբեջանցիների աչքը շոյող կուսակազգ դառնալն է։ Ուրիշ բան չեն մոգոնել։ Այսինքն դա իրենք չեն մոգեմել, բայց ասենք ուրիշ բան չունեն առաջարկել։ Ոչ իրավունք, ոչ օրենքի գերակայություն, ոչ ազատություն, ոչ արժանապատիվ կյանք, ոչ հայկականության պահպանում եւ զարգացում,
ոչ աշխարհի հետ հարաբերությունների նոր որակ, ոչ մի բան իրենք չունեն իրենց այսպես պահեստում առաջարկների։ Դրա փոխարեն իրենց համար սև սպիտակ եւ այլն։ Դա մի տարբերակն է։ Եվ երկրորդ տարբերակը, որ այդ երեք պախանները, երկու փորձառու բան այդ գայլերը եւ այս նոր ձևավորվող գայլուկը Փաշինյանը ինչ որ բան իրար հետ պայմանավորվում են եւ ինչ որ այսպեսի լուծում են տալիս կիսատ պռատ գյումրեցիների մի զգալի մասին չբավարարող։ Դա էլ է հնարավոր։ Ոչ նա է լավ, ոչ նա։ Սա այն իրավիճակը չի, որտեղ կարելի է իդեալական որոշումներ ընդունել։ Սա այդ իրավիճակը չի, ցավոք, որտեղ Գյումրին առաջին հերթին պետք էր վերականգնել, պետք էր ռեանիմացնել բոլոր տեսակետներից՝ տնտեսական, սոցիալական, հոգեբանական, դեմոգրաֆիական, պսի չունենալ այս խնդիրները։ Մի ամբողջ շրջան է բաց թողված։ Եվ հիմա իրողությունը սա է։ Դուք կարող եք ասել, իսկ որն է ավելի լավ, ես չգիտեմ։ Երկուսն էլ լավ տարբերակներ չեն։ Բայց արդյոք այս երկու տարբերակից դուրս կա ինչ-որ այլ տարբերակ, ես չեմ տեսնում։ Հնարավոր է այնտեղ, ասենք, 100 գլուխը մի գլուխից լավ է նստեն ինչ-որ մի բան հնարեն, որոշեն եւ այլն։ Բայց ցավոք Գյումրի քաղաքացիները առնվազն 3-4 տարի առնվազն դեռ այսպեսի բավական տհաճ մթնոլորտում եւ իրավիճակում դեռ մնալու են հաստատ, թե հետո ինչ կլինի, չգիտեմ, բայց հուսով եմ, որ թունելի վերջում լույսը երևում է, թունելի վերջում լույսը երևում է։ Սա Գյումրիի հետ կապված։ Պետք է հասկանալ ինչ է կատարվում եւ պետք է հասկանալ ով են շահառուները եւ պետք է հասկանալ թե ինչու են այդ շահառուները վարվում այսպես կամ այնպես։ Շնորհակալություն ձեր համբերության համար։ Եթե հարցեր են լինում, գրեք անպայման, մենք մերթ ընդ մերթ Կարենի հետ հատուկ թողարկումներ կանենք եւ արել ենք միջ այս այդ հարցերին պատասխանելու համար։ Ինչպես ասեցի, հաջորդ անգամ հղումներ կլինեն տակը, թե որ հարցազրույցները հետաքրքիր են համարում ինչ-որ դրանց դրվագներ պետք չէ այդքան ժամանակ ծախսել, այսպես կրկնակի արագությամբ լսելու համար, ասենք այդ մի 5 րոպե, 10 րոպե, 1 րոպե, եթե դա ձեզ հետաքրքիր լինի։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ, լավ կլինի, հաջողություն։